Ես հաղորդության պատրաստությունը միշտ համեմատում եմ մանկան կանչը, մանկան փաբակը, մանկան ձգտումը դեպի մայրը։ Երեխան ինչպես է մորը կարոտում, առանց պատճառի, առանց պատրաստության, հա, այսինքն ուղղակի կարոտում է մորը, ուղղակի ուզում է մի վարքյան իր մորից չհեռանալ, ուզում է իր մոր գրկում միշտ լինել, միշտ տեսնել, եւ դա մեծ իմաստություն ունի իր մեջ։ Ճիշտ այդպես էլ պետք է փափագել հաղորդությանը։ Այսինքն, երբ որ մենք ձգտում ենք Քրիստոսի հետ միավորվել, մենք ձգտում ենք Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակել, այդ ձգտումը փափագը պետք է ավելի վեր լինի, ավելի գեր լինի, ավելի բարձր լինի, քան թե պատրաստությունը։ Չեմ ասում չպետք է պատրաստենք, այո, պետք է պատրաստվենք, բայց երբ որ մենք ընկնում ենք պատրաստության մանրամասների հետև եւ իրականում մեր բուն նպատակից շեղվում ենք, այսինքն մեր բուն նպատակն ի՞նչ է, Քրիստոսին կարոտն է, Քրիստոսի հետ միավորվելն է, ընկնում ենք մանրամասների հետև, վայ, էս էլ անեմ, էն անեմ, որ հաղորդեմ։ Վայ, ես չարեցի, ես անգամ չեմ։ Էս չէ, այսպես սխալ է։ Հաղորդությունից զրկվում են նրանք, ովքեր մեծամեծ մեղքերի մեջ են դեռևս, որոնք չեն ազատագրվել այդ մեծ մեղքերից։ Մեղքերը մենք բոլորս գիտենք աշխարհում գործվող։ Շնություն, հարբեցողություն, հաշիշամոլություն, խաղամոլություն, երբ որ ծանր մեղքերի մեջ է մարդը եւ քրիստոնեական ընթացքում չէ իրականում։ Սրանք ծանր մեղացու մեղքեր են, իսկ փոշետեսակ մեղքերը, որոնք մեր կյանքում միշտ պատահում են, ասում ես որ Գրիգոր Տաթևացին, երբեմն կստացվի, ոչ ճիշտ ենք խոսում։ Երբեմն դատում ենք, երբեմն բամբասում ենք, երբեմն վիճում ենք, կարող է բարկանանքել, գործ է, աշխարհ է, կստացվի։ Արագ տեղում զղջում ենք, ասում է դրա համար առանձնակի ապաշխարություն պետք չէ, ասում է Գրիգոր Տաթևացին։ Օրվա աղոթքը, օրվա ապաշխարությունը, օրվա կարգը կատարելով, աղոթքով պետք է պատրաստենք եւ հաղորդվենք։ Բայց եթե իրականում այստեղ հաղորդության խնդիրը ստեղ չէ, ապաշխարության խնդիրն է։ Այսինքն եթե մարդը զգում է, որ ինչ որ մեղքեր ունի, որոնք իրեն լուրջ կախվածություն են ստեղծել, ինքը չի կարողանում հաղթահարել, բնականաբար չպետք է հաղորդվի։ Ընդհակառակը պետք է ավելի շատ իր հոգու փրկության մասին մտածի, լրջորեն պետք է գիտակցի։ Այսինքն հաղորդության մոտենալու համար պետք է մեղքի առողջ խոհեմ գիտակցություն, մեղքերի զղջման, ապաշխարության առողջ խոհեմ գիտակցություն։ Երբ որ մարդու մեջ այդ գիտակցությունը հստակ է, այսինքն մարդը լավ տեսնում է, թե ինքը ինչի մեջ է թերանում, ինչի հանդեպ հակում ունի։ Ուզում է արագ ձերբազատվել դրանից եւ դրան հաջորդում է հաղորդություն։ Պետք է առողջ քրիստոնեական կյանք վարել, առողջ խիղճ ունենալ, խիղճ մտանք ունենալ, խիղճը պետք է առողջ լինի։ Դու պետք է հստակ տեսնես